Ժողովուրդ օրաթերթը գրում է քաղաքապետ դառնալու ամենամեծ շանսը Վարդան Ղուկասյանինն է։ Կիրակի օրը Գյումրին քաղաքապետ կընտրի ու ամենայն հավանականությամբ այդ մարդը կլինի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ճիշտ է, ըստ տարբեր հարցումների ԿՓ թեկնածու Սարիկ Մինասյանն առաջատարն է, բայց 50+0 չի կարողանալու հավաքել։ Երկրորդ տեղը հստակ Վարդան Ղուկասյանինն է, ով ինքնաբերաբար ընդդիմության լիդեր է դառնալու եւ ավականու մանդատ ստացած մյուս ուժերի։ Վարդան Ղուկասյանին միանալու դեպքում նա հերթական անգամ կնստի քաղաքապետի աթոռին։ Վերջում հավելենք, որ սոցիոլոգիան իհարկե կարևոր է, սակայն ընտրողը գյումրեցին է ու ինքն է որոշելու, թե ով գլխավորի քաղաքը։ Այնուամենայնիվ, Վարդան Ղուկասյանն արդեն քաղաքապետ է, իրեն պատկերացնում ինչ տանթակույց է։ Հրապարակ օրաթերթը գրում է. իրավապանները դեսանտ կիչեցնեն Գյումրիում։ Գյումրեցի որոշ թեկնածուների պատերին ծեփելու, ասֆալտին փռելու Փաշինյանի սպառնալիքներից մեկ օր անց իրավապանները 3 խուզարկություններ իրականացրին թեկնածուների գրասենյակներում։ Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը ձերբակալեցին։ Իրավապանները հրանգ են ստացել ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի, այստեղ կլինեն նաեւ ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։ Գյումրուց 3 ահազանգ ստացանք, որ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ներազդել ընտրելու իրավունք ունեցող արցախցիների վրա, բայց ընդդիմությունն է հակակայլեր մտածել։ Օրինակ տեղեկացանք, որ հերթապահելու են Հայաստան-Վրաստան սահմանին, որ բռնացնեն բացահայտեն Ախալքալաքից Գյումրի տարվող ընտրողների ավտոբուսները։ Ըստ լուրերի, ընտրողների տեղաշարժի կազմակերպիչը Սարիկ Մինասյանի մտերիմ Արման Սահակյանն է, Շիրակ թիմի սեփականատերը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտագործությունները չկան։ Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լինելով ոլորտային հանձնաժողովի նախագահ, իր որդուն ազատել է տվել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն պաշտոնապես տեղեկացրել է, որ Լևոն Քոչարյանը 2010 թվականից մինչև 15 հունիսի 2019 թվականն ունեցել է ուսումնական տարեկետում, քանի որ ուսումնառել է բակալավրիատի, մագիստրոսական, ապա ասպիրանտական ծրագրով։ 2019 թվականի երկրորդ եւ 2020 թվականի առաջին զորակոչերի ընթացքում ստացել է տարկետում յուրաքանչյուրը 5 ամիս պայմանավորված առողջական վիճակով։ Այսինքն Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո առողջական։ 3 ժողովուրդ օրաթերթը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե գիտական ինչ հետազոտություններ է արել, ինչ նվաճումների է հասել իր որդին։ Լևոն Քոչարյանը, սակայն հայն այդպես էլ չգաղթազերծեց եւ իրեն բնորոշ ամբարտավանությամբ դուրը շրխկացրեց հարց տվող լրագրողի վրա։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ-ում թեժ քննարկում են ունեցել Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուց առաջ հրավիրված ԿՊ փակնիստը մեր տեղեկություններով թեժ է եղել։ Գլխավոր դատախազի միջնորդությունը 2 օր քննարկելուց եւ փաստարկները լսելուց հետո որոշ ԿՊ-ականներ դեմ են արտահայտվել փակնիստում։ 1.5 ժամանոց նիստում իրավական թույլ հիմքերի մասին խոսել են Վլադիմիր Վարդանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը եւ ուրիշներ։ Չնայած դեմ կարծիքներին մեծամասնությունը շեֆի հրանգով ելույթներ է ունեցել, ձևական ֆրազներ ասելով, թե պետք է հնարավորություն տալ, որ քննություն իրականացվի եւ պարզվի իրականությունը։ Ժողովուրդ օրաթերթը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեությանն ու հատկապես նրանց նախաձեռնությամբ իրականացվող կադրային կասկածելի որոշումներին։ Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի աշխատանքից ազատվել էր առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի երկարամյա փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Առողջապահական համակարգում Գայանե Սահակյանը համարվում է արհեստավարժ կադր։ Նա մեծ ներդրում է ունեցել հանրային առողջապահական, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կազմակերպման, այդ թվում տասնամյակներ շարունակ բնակչության շրջանում պատվաստումների արդյունավետ իրականացման գործում։ Մինչև այդ 2024 թվականի սկզբին նախարար Անահիտ Ավանեսյանի ու Լենա Նանուշյանի թեթև ձեռքով աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Վանյանը, որը նույնպես մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետությունում համաճարակաբանության զարգացման մեջ։ Հանրապետության այս կարևորագույն կենտրոնում Վանյանին փոխարինել
բարինել էր Ավանեսյանի եւ Նանուշյանի հովանավորյալ Ստեփան Աթոյանը, որն էլ սկսել է իրականացնել կադրային ջարդ, սկզբում աշխատանքից ազատելով հենց Գայանե Սահակյանին։ Օրեր առաջ հանրային աղմուկի մասին լսումների ժամանակ երկրի բարձրագույն ամբիոնից ազգային ժողովից Ստեփան Աթոյանն իր ելույթում երկու բոլորովին տարբեր հորմոններ, կորտիզոլն ու ադրենալինը համարեց նույնը բառացիորեն ասելով հետևյալ միտքը. կորտիզոլ, որը նույն ինքը բոլորիս հայտնի ադրենալինն է։ Ցանկացած երկրում սա բժշկական կրթություն ունեցող տնօրենի համար վերջին խայտառակությունը կլիներ եւ պաշտոնը լքելու հիմնավոր պատճառ, բայց չեղավ։ Նա շարունակում է պաշտոնավարել այդ խայտառակությունից հետո։